Գիտեք, թե ինչ բարդ ճանապարհ եմ ես անցել, գիտեք, թե քանի անգամ եմ ընկել և քանի անգամ կանգնել, գիտեք, թե քանի անգամ եմ իմ կյանքում հանդիպել կեղծ ժպիտների, բայց այսօր ես ամուր եմ, որովհետև գիտեմ, թե որքան արժե իմ կյանքի գինը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանությունն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ դերասան Վահե Վարդանյանին։ Վահե ջան, համեցիր, բարի գալուստ իմ տաղավար։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այսօր դու ես իմ հյուրը և հուսով եմ լավ զրույց ենք ունենալու։ Իհարկե։ Համեցիր, զբաղեցրու քո տեղը ու սկսենք մեր հաճելի զրույցը։ Վահե, այսօր կխոսենք ձեր կյանքի մասին և կանցնենք շատ ճանապարհներով, որով որ դուք եք անցել։ Սկսում ենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ես ծնվել եմ քաղաք Մեծամորում, տեղափոխվել եմ Երևան, միանգամից շատ կարճ ժամանակահատված է դա տևը, ինչքան որ ինձ ծնողներն են պատմել։ Հայրս գործի բերումով այնտեղ ինչ որ ժամանակ տեղափոխվել ու ես ծնվել եմ այնտեղ։ Հետո տեղափոխվել ենք արդեն Երևան։ Ինչ մասնակցություն ունեն ձեր ծնողները։ Հայրս մասնագիտությամբ, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, լրագրող է, բայց ընդհանրապես չի աշխատել, կապ չունի, հիմա ինքը իր անհատ գործունեությունն է ծավալում։ Իսկ մայրիկը։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել, չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Դե որ գնաց անպայման կհարցնես։ Չեմ հիշում։ Ինչպիսի աշակերտ ես եղել դպրոցում։ Բավական լավ։ Ընդունակ երեխա եմ եղել։ Իսկ որ առարկան ես ամենաշատը սիրել։ Շատ ես սիրում եմ հայոց պատմություն, մեր պատմությունը շատ եմ սիրում, լավ ուսումնասիրել եմ։ Որպես այդպիսին առանձնահատուկ ուղղվածություն ինչ որ առարկայի մեջ որ մեկը սիրեմ շատ, մեկը սիրեմ քիչ չի եղել, բոլորին տիրապետել եմ, մեկին մի քիչ շատ, մեկին մի քիչ։ Ֆիզիկա շատ եմ սիրել, աշխարհագրություն շատ եմ սիրում, մինչև օրս։ Քիմիա եմ սիրել, ամեն ինչ սիրել եմ։ Հա, ամենաբարդ առարկաները։ Հա, ամեն բնագավառի մեջ մի փոքրիկ հետաքրքրություն գտել եմ, փորձել եմ ուսումնասիրել հետաքրքրությունը։ Բարդ առարկաներ եք ընտրել, իսկ կյանքի բարդություններն էլ են ձեզ դուր գալիս։ Չեմ բողոքում, բողոքներ երբեք չեմ ունեցել, ամեն ինչին աշխատում եմ վերաբերվել հնարավորինս պոզիտիվորեն, լավատեսորեն, որ կյանքը ավելի թեթև ընթանա, ես տենց եմ գտնում։ Իսկ կյանքի բարդությունները մարդուն կոփում են, թե չէ, թե թուլացնում են ավելի։ Դա արդեն ինձ թվում է տվյալ մարդուց է գալիս, մարդու բնությունն է այդպիսին։ Ես չեմ ուզում շատ ինքնահավան Երևան, բայց կասեմ, որ չէ, ես չեմ կոտրվում։ Ավելի կոփում ես։ Ես չեմ կոտրվում, հա։ Դպրոցից հետո ինչպես շարունակվեց քո կյանքի ճանապարհը, ուր գնացիր եւ սովորեցիր, բարձրագույն կրթություն ունես, խոսենք մի փոքր այդ հատվածի մասին։ Դպրոցից հետո անմիջապես ընդունվել եմ Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտ, դերասանական արվեստ բաժնում։ Սովորել եմ Վիգեն Չալդրանյանի կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի արվեստանոցում 4 տարի, հետո արդեն անցել եմ ծառայության հայոց բանակում։ Ծառայությունը կոփում է տղամարդուն, ավելի ուժեղացնում է, բնդացնում է ավելի տղամարդուն։ Էլի կպատասխանեմ նույն ձև, ես տեսել եմ ծառայությունը ամեն ձև, ամեն տեսանկյունից ես ապրել եմ այդ ծառայությունը ու էլի կասեմ, որ տարբեր մարդկանց հետ տարբեր ձևածառայությունը վարվում, ծառայությունը տարբեր ձև է անդրադառնում մարդկանց վրա։ Տղեր կան, որ կոփվում են, տղեր կան, որ ավելի են թուլանում։ Էդ էլ գալիս է նրանից, թե ով ինչ տրամադրվածությամբ ու ինչ մտքերով է գնում ծառայության, այո։ Ինչպես ստացվեց, որ արդեն առաջարկներ ստացաք հեռուստանովելներում, հեռուստանախագծերում նկարահանվելու եւ այսօր նկարահանվում եք Ուրիշի ընտանիքը հեռուստանովելում։ Խոսենք մի փոքր էլ այդ շրջանի մասին կյանքի եւ ինչպես եղան առաջարկները ձեր կյանքում։
Առաջին առաջարկս եղել է հենց իմ դիպլոմային պաշտպանության հաջորդ օրը ես ստացել եմ իմ դիպլոմը ու ինձ հետ սովորող որպես կինոռեժիսոր մոտիկ աղջիկ կար Լիլիթը իրանք ինքը այդ ժամանակ Ռոման Մուշեղյանի ֆիլմում որպես երկրորդ ռեժիսորի օգնական ու դե իրար ճանաչում ենք դեմ դիմաց լսարաններ էին մերը ու դիպլոմ ստանալու հենց հաջորդ օրը զանգում է ինձ Լիլիթը սենց ֆիլմ է նկարահանվում ապրիլյան պատերազմի թեմատիկայով ես էլ այդ ժամանակ շատ կարճ մազերով էի համարյա միշտ իմ կյանքի ընթացքում շատ կարճ մազերով եմ եղել հիմա եմ սենց գանգուր զինվոր էր պետք այսպես ասած զինվոր գլխավոր կերպարի զինվոր ընկեր ու ինձ էր հիշել Լիլիթը Ռոմանը տեսել էր նկարահանվել էր գնացի զրուցեցինք ծանոթացանք ու միանգամից հաստատվեց իմ կերպարը ու 5 թե 6 օր հետո գնացինք Դիլիջան արդեն սարերի վրա ծորերում պատերազմի տեսարաններ առաջին առաջարկս այդպես է եղել այսօր ուրիշի ընտանիքում ձեր կերպարի անունը Էդո է։ Այո։ Փողոցում շատ են Էդո ասում։ Փողոցում հիմա ինձ ավելի շատ ճանաչում են նախորդ հեռուստասերիալից Դավիթ էր այնտեղ անունս ավելի շատ Դավիթ են ինձ հիշում։ Էդո դիմում են, բայց ավելի քիչ, եթե համեմատություն տանեմ, Դավիթ ավելի շատ են հիշում։ Երևի առաջին մուտքս ա եղել սերիալում մեծ կերպարով, երևի դրա համար Դավիթ եմ ավելի շատ տպավորվել։ Իսկ կերպարում սերիալում կերտած կերպարը մարդիկ կյանքում էլ այդպես են քեզ ընկալում, թե կյանքում հասկանում են, որ կյանքն ուրիշ է, սերիալն ուրիշ է, որտեղ շատ դեպքերում դերասաններին տեսնելիս թվում է թե դերասանն այն մարդն է, ինչ կերպարով որ նա ներկայանում է հեռուստանովելում կամ հեռուստասերիալում։ Քեզ մոտել է այդպիսին, այսինքն մարդիկ տեսնում են եւ հասկանում են, որ սերիալը շարունակվում է նաեւ կյանքում։ Տեսեք, տարբեր ձև են մարդիկ մտածում, մարդիկ կան, որ չեն կարում կամ չեն ուզում ընկալել, որ դա ֆիլմ է, միգուցե այդ մարդը շատ լավ տղա է կամ շատ լավ աղջիկ է, իր կերպարն է այդպիսին, բայց իմ միգուցե իմ վախտը դրանով միգուցե բերել է, որ իմ հեռուստասերիալներում երկու կերպարն էլ էր շատ դրական, լավ, ինչ որ չափով ինձ Վահեիս նման հարազատ կերպարներ են եղել, դրա համար որ ինձ մոտենում են, լավ բաներ են ասում ու դրանից է որ ինձ նման է, ես հենց այդպիսին եմ, քիչ շատից։ Շատ լավ, ընկերասեր եք Վահե։ Շատ։ Ինչպես եք ընտրում ձեր ընկերներին։ Չեմ ընտրում։ Բա ինչպես եք հասկանում, որ նա քո ընկերն է։ Ես ընկեր չեմ ընտրում, որովհետև ես տենց եմ մտածում, որ եթե կողակից պիտի չընտրես, ընկեր պիտի չընտրես, պիտի զգաս ժամանակը ինքնին ցույց է տալիս, որովհետև եթե ես սկսեմ 5 տարբեր օրինակ տղերքի մեջ ընտրեմ, թե որ մեկը ինձ կարա լավ ընկեր լինի, ես միգուցե սխալվեմ։ Ես կարամ սխալվեմ։ Ի ժամանակը ամեն ինչ ցույց է տալիս ավելի լավ, քան ես կընտրեմ։ Այդ պրինցիպով այս սկզբունքով ես ընտրել եմ, այսպես ասած իմ ընկերներին ու ես շատ ուրախ, շատ երջանիկ եմ իմ ընկերներով։ Հաճախ են լինում ձեր ընկերական հավաքույթները, հանդիպումները։ Շատ ոնց էլ չլինի շաբաթվա մեջ 3 անգամ հավաքվում ենք։ Շատ լավ, թող մի գեղեցիկ ընկերական հանդիպում էլ այս մեր տաղավարում լինի, որովհետև հիմա մեր զրույցին կմիանա ձեր ընկերներից Սմբատ Հովհաննիսյանը։ Սմբատ, համեցեք, միացեք մեր զրույցին եւ տեսնենք թե դուք ինչ կպատմեք մեր հյուրի մասին։ Բարի գալուս մեր տաղավար, համեցեք։ Բարի գալուս։ Բարև եկել, համեցեք նստեք։ Սմբատ, քանի տարվա պատմություն ունի ձեր ընկերությունը։ 8 երևի մոտ 8 տարվա։ 2017 թվից։ Որտեղ եղավ ձեր ծանոթությունը, ինչ պայմաններում, որտեղ, ինչ միջավայրում ծանոթացաք։ Ես հիշում Թատերական ինստիտուտի ընդունելության քննություններն էր, ու տենց մարդիկ են չէ լինում, որ սենց մի անգամից հանդիպում ես, հասկանում ես, որ այս մարդը սենց շատ հավեսով լավ մարդ է, բարի մարդ է։ Մենք իրար հետ նույն օրն էինք այդ քննությունը հանձնում, տենց ստացվեց, որ ես ինքը մեկ էլ մի հատ էլ ընկեր ունենք, էլի տենց երեքով շատ պատահական սենց հավաքվեցինք, հանդիպեցինք միտեղ ու սենց շատ
անսպասելի ձևով ծանոթացանք իրար հետ ու տենց այդ օրվանից սկսած առաջի օրվանից էլ ընդունելության քննությունից սկսած մինչև այսօր sense շատ լավ ընկերներ ենք ամեն օրվա իրար հետ էլ տենց հաճախ հանդիպում ենք շատ Հաճախ նաև վիճում եք ինչ որ թեմաների շուրջ բանավեճի մասին երբեմն լինում է բայց դե հա նորմալ է էլի որ պետք է Իսկ դուք եք ավելի շատ խորհուրդներ տալիս թե ավելի շատ խորհուրդ եք վերցնում տվող ինքը տենց բաներից Ինչու է այդպես մի անգամից ինքը սեր ունի խորհուրդ տալու Իսկ տեղին են խորհուրդները թե հա երբեմն այո Օրինակ լինում է որ մի դեպք է պատահում կամ ինչ որ բան պիտի անես ու զանգում ես ասում ես Վահե ջան ես քո խորհրդի կարիքը ունեմ ինչ անեմ ընկերս լինում է այդպես Չէ, տենց չի։ Բաբո պարագայում ենք խորհուրդ տալի ուղղակի նստում ենք հանդիպում ենք տենց դե ասցի որ տենց համարյա ամեն օր էլ հանդիպում ենք պատահական կարող որևէ թեմայի շուրջ խոսակցություն գնա այդ ընթացքում ինքը անպայման խորհուրդ տալիս է Իսկ ինչպիսի ընկեր է Վահեն Շատ սրտացավ շատ լավ ընկեր է ինքը իրականում ես դաժե տենց դեպք կհիշեմ որ մեր ընկերներից մեկը հիվանդացել էր ինքը էլ բանակում էր այդ ժամանակ բանակից զանգել էր բժիշկ էր ճարել բան սենց հա անպայման խորհուրդ էր տվել որ գնա մոտը բան զանգել այդ բժշկի հետ էր նույնիսկ խոսել որ բան արի գնան հանդիպեն մի խոսքով տենց հասնող ընկերա շատ լավ հոգատարներ այո Ընկերության արժեքը ինչի մեջ է տղեր Իմ համար հումորի մեջ է նաև շատ կարևոր բան է որ ես իմ ընկերներին նաև տենց եմ ընտրում որ անպայման պետք է հումորով լինի մարդը ինքն էլ շատ հումորով տղա է որովհետև հումորով մարդը սովորաբար լավ մարդ է լինում հենց էլ կասեմ երևի հա վատ մարդը լավ հումոր չի կարող ունենալ Վահե ձեզ համար ինչի մեջ է ընկերության արժեքը որտեղ է Ես կողմ եմ իհարկե հումոր տարբերակին բայց ինքս հումոր առաջինը հումոր չի պատասխանի որովհետև ես գտնում եմ որ եթե ուզում ես լինես լավ ընկեր պիտի ես Սմբատի մասին նույնքան մտածում եմ իր բարօրության, իր լավի, իր ամեն քայլի մասին, ինչքան որ իմ այսինքն պիտի մտածես, սրտացավ լինես, շատ մտահոգ լինես, քեզնից էլ միգուցե ավելի շատ ու հավատարմություն Բրավո, երկուսի պատասխանները շատ է հավատարմություն Անաչառ հավատարմություն ամեն ցանկացած պարագայում Սմբատ ինչ կմաղթեք ձեր ընկերոջը Վահեին Նախ ուզում ասեմ որ շուտով Վահեի ծնունդն է մի քանի օրից նախ օգտվելով արդից նաև ուզում մի քիչ նախապես նաև հերոստադիտողին տեղյակ պայեմ հա որ փետրվարի 22-ին Վահեի ծնունդն է մաղթանքներս նաև այդ օրը կասեմ, բայց այս պահին ուզում եմ մաղթեմ, որ ինքը իրեն շատ սիրի։ Այդ շատ կարևոր հատկություն է ոչ մարդու համար, որ ամեն մարդ ինքը իրեն որ շատ սիրի, ինքը իրեն հարգի, ինքը իրեն գնահատի միշտ։ Բոլոր մարդիկ որ տենց լինեն, այդ շատ ավելի թեթև կլինի մեր կյանքը։ Սմբատ, շնորհակալ եմ ձեզ հյուր գալու համար, շնորհակալ եմ որ եկաք եւ մեր եթերի այս հատվածը լցվեց նաեւ ձեր գեղեցիկ զրույցով Իսկ սելի հեռուստատող ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր տաղավարի բոլոր խոստովանությունները անկեղծ են։ Իսկ հիմա մենք Սմբատին կճանապարհենք, հետո կգանք կշարունակենք մեր եթերը։ Իմ շատ սելի հեռուստադիտող վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, բայց մինչ այդ ուզում եմ ձեզ ասել շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ հավատարիմ եք անդավաճան, հետևում եք եւ ATV հեռուստաընկերության խոստովանություն հեռուստանախագծին եւ բոլոր եթերներին եւ իհարկե հետևում եք իմ YouTube-յան ալիքին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն միացել մեր YouTube-յան ալիքին, փորձում եք գտնել Արայք Համբարձումյան էջը, գրանցվել, թողնել ձեր մեկնաբանությունները եւ իհարկե հետևել մեր բոլոր եթերներին։ Վահե, շարունակենք մեր զրույցը։ Մի քիչ խոսենք ձեր անձնականից։ Ունեք ընտանիք, չունեք, դեռ շուտ է, մտածում եք այդ մասին, չեք մտածում, հիմա շատերին դա նաև կհետաքրքրի։ Ընտանիք դեռ չունեմ, իմ փոքր ընտանիքը դեռ չունեմ, պատրաստվում եմ ես։ Իսկ ընտրյալ ունեք։ Այո։ Ահա։ Այո։ Ինչքան ժամանակ է որ շփվում եք իրար հետ։ 2.5 տարի։ Օ, դեռ նշանված չեք։ Ոչ։ Ահա։ Իսկ ինչպես եք հանդիպել իրար։ Պատահական։ Շատ պատահական։ Շատ պատահական։ Վահե, այդ քիմիան ո՞նց է տեղի ունենում, որ մարդիկ հասկանում են, որ գտել են իրար։
էլի պատահական։ Ուղղակի ինչ որ դա ներքին զգացողություն է, միգուցե ենթագիտակցություն է, ուղղակի տենց ստացվում է։ Իսկ սիրո խոստովանության հետաքրքիր տարբերակ եղել է, թե պարզապես ընթացքը ցույց է տվել, որ դուք գտել եք իրար։ Չէ, ես ինքս մի քիչ որպես տղա չեմ ընդունում այդ չեմ արել երբեք ու միգուցե երբևէ չեմ էլ անի ինչ որ հատուկ այդպիսի սիրո խոստովանություն, ոչ թե որ դա համարում եմ սխալ, միգուցե ես եմ սխալ, որ ես այդպես եմ մտածում, բայց իմ մոտ միշտ այդպես ստացվել է, որ եթե ես ինչ որ մեկին սիրահարվել եմ կամ սիրել եմ, դա եղել է փոխադարձ։ Ես անփոխադարձ սիրով երբեք չեմ տանջվել, տառապել ու ստացվել է այդպես։ Երկուսով զգացել ենք, հասկացել ենք ու արդեն առանց որևէ պայմանավորվածությունների շարժվել ենք առաջ։ Ձեզ շատ սեր ու երջանկություն ենք մաղթում, Վահե, իսկ առհասարակ սիրո բանաձևը որն է։ Էլի ամեն ինչի մեջ ազնվություն, հավատարիմ լինելը շատ կարևոր է։ Ամեն ինչում հավատարիմ, թե ֆիզիկապես լինել հավատարիմ, թե լինել հավատարիմ մտքով։ Մտքով դավաճանել, լինել հավատարիմ։ Իհարկե։ Շատ կարևոր է։ Դա քո ընտրությունն է, պիտի հարգես քո ընտրությունը։ Այո, ինչ կլիներ մեր կյանքը, եթե մենք չունենայինք հավատք մեր մեջ։ Հավատքը ամեն մեկը տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում։ Ես ընկալում եմ ցանկացած պատմության մեջ, ցանկացած սիտուացիայում, իրավիճակում հավատքը ասենց հույս է, ընդամենը հույս է, որ կլինի լավ։ Նույնիսկ եթե չես կարում լիովին լիարժեք հավատաս, ինչ որ շատ տխուր ես կամ շատ նեղված ես, խոցված ես այդ բային, այդ հույսը, այդ հավատը մի հատ ճանապարհի վերջում փոքր լույս է, որ մի քիչ շանս կա, հնարավորություն կա, որ ինչ որ մի բան լավ լինի։ Այդ կարևոր բան է, շատ կարևոր բան է։ Ես միշտ տենց եմ ապրել։ Ու դեռ լավ է իմ մոտ այդ առումով ստացվում է։ Եթե ձեզ առաջարկեմ վատ կերպար, կընտրեք այդ կերպարը եւ կմարմնավորեք այդ կերպարը։ Միանշանակ, շատ մեծ սիրով, որովհետեւ բացասական կերպար խաղալը նշանակում է, եթե դու կյանքում դրական մարդ ես, բացասական կերպարը նշանակում է դուրս գալ սեփական կաշվի միջից, դառնալ մի քիչ ուրիշ ձևի մարդ։ Իսկ դա հետաքրքիր է, դա աշխատանք է ու նոր հետաքրքրություն է։ Ինձ թվում է ցանկացած դերասան պիտի որ իմ հետ համաձայնվի, որ տարբեր կերպարներ կերտելով ես դառնում լավ դերասան։ Կոփվում ես։ Այո։ Հիմա մեր տաղավար կբերեն մի իր, որը ձերն է եւ կպատմենք նաեւ այդ իրի մասին։ Խնդրում եմ մոտեցնել այդ իրը, տեսնենք թե ինչի մասին է խոսքը եւ ինչ է սա։ Շնորհակալություն մեր գեղեցկուհուն։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Խոսենք մի քիչ, մի փոքր այս իրի պատմության մասին։ Դուք եք պատրաստել։ Չէ, հայրիկս։ Հայրիկը դե պատրաստել։ Ես սրանով եմ մեծացել, այսպես ասած։ Իմ հայրիկը ես ունեմ մեծ եղբայր, ինքը հիմա 29 կլինի շուտով, ու ունեմ փոքր քույրիկ, ինքը 13 տարեկան կլինի շուտով։ Ինքը դեռ չկար, ես ու եղբայրս հենց այն ամենափոքր տարիքից մեր պապան մեր համար լիքը այսպես հետաքրքիր բաներ էր նվիրում, պատրաստում։ Սա հենց հայրիկս է պատրաստել իր ձեռքով իմ ցանկությամբ, ես եմ ուզել ու սրանով ես խաղացել եմ, սրանով մեծացել եմ, ես էլ որ ուզենայի գտնեի տանը, միգուցե չկարողանայի գտնեի։ Մենք դա համար գտանք այս իրը, որ նորից վերապրես այդ հիշողությունը։ Շատ հետաքրքիր հիշողություններ արթնացրեց ինձ մոտ այս իրը։ Ես շատ հետաքրքիր մանկություն եմ ապրել, շատ հետաքրքիր, թե հեշտ, թե շատ դժվար, շատ ուրախ եմ ես որ ծնվել եմ հենց այդ ընտանիքում, հենց իմ ծնողների ընտանիքում, իմ ծնողները ինձ
Պապաս ինձ սովորացրեց փոքր ժամանակ լավ նկարել, ես նկարում էի, պապան էլ բավական լավ նկարում է, հիմա փոքր քուրիկիս է սովորացնում։ Ես էլի նկարում էի իմ մեջ էլի պապան արտնացրեց սեր դեպի սպորտ։ Ես էլի շատ փոքր երեխա էի, պապան հենց որ մինչև տան դուր հասնելը պատից պատ հայերեն ասեմ պտտաձող տուրնիկ, այսպես ասված սարքեց իմ համար ու ասում էր ամեն անցնել գնալ գալուց փորձի կախվես չէ կարում կախվե ժամանակսկզբից աթոռ, հետո մի քիչ կարճ աթոռ, հետո թռնելով քիչ-քիչ հասա նրան, որ այսօր ով որ մի քիչ դրանից հասկանում է, կհասկանա ինձ, որ 40-50 հատ ես դրանից զգվում եմ, էլի պապանի մեջ այդ սերը արտնացրեց։ Մի խոսքով ես հպարտանում եմ իմ ծնողներով։ Ես իմ պապային շատ եմ սիրում, շատ։ Ես անկեղծ ասեմ, ես իմ երկու ծնողներին շատ եմ սիրում, անչափ ինձ թվում է բոլորը, բայց իմ սերը դեպի իմ պապան մի քիչ ուրիշ է։ Ինչու՞։ Սովորաբար տղաները մայրիկներին են ավելի կապված լինում։ Չգիտեմ։ Բայց ինչու է պապայի հանդեպ սերը այդքան շատ։ Ինչն է։ Տենց է ստացվել իմ մոտ։ Ինչ արե հայրիկը, որ ավելի շատ եք նրան սիրում։ Գուցե փորձենք վերլուծել։ Ինչ արել։ Չեմ կարող ինչ-որ մի մտքով, մի բառով, մի նախադասությամբ ասեմ, ուղղակի ես տենց երեխա եմ եղել, հենց շատ ամենափոքր տարիքից։ Ես իր հանդեպ մի քիչ ուրիշ չգիտեմ, կարող է տարօրինակ է, որ вообще ընդհանրապես տենց մի քիչ կարող է իմ մաման ինձ նեղանա, չնայած ինքը գիտի, ինքը մեկ ասում է, թող չնեղանա, թող ինձ բոլորը հասկանան, թող ինձ բոլորը ներեն, բոլոր չհասկացողները, հասկացողներին շնորհակալություն, ես իմ պապայի հանդեպ շատ ուրիշ ձև եմ։ Ես նվիրված չգիտեմ ես ոնց բացատրեմ, բայց իմ պապան իմ համար լրիվ առանձին մոլորակ է, շատ։ Ինքն էլ դրա մասին չգիտի։ Եթե ինքը ինձ հետո այս եթերով տեսնի նոր երևի միգուցե իմանա։ Այդպես։ Շատ լավ է։ Շատ գեղեցիկ ու անկեղծ խոստովանություն է, բայց երբ գնահատում գրկեք եւ հայրիկին եւ մայրիկին։ Ես չեմ գրկում իմ ծնողներին։ Ինչու՞։ Ես մի քիչ սառը մարդ եմ։ Այդ առումով։ Սառը մարդ։ Ուրեմն սա լավ առիթ էր, որ դուք այս սիրուն խոստովանություն արեցիք։ Հա, մեկ էլ, չգիտեմ, 10-20 տարի հետո ինչ որ մեկը ինձ կարողանա հասցնի իր հարցերով կամ միջավայրով մտնոլորտով այն Ասիջանի, որ ես այսքան խոսամ, ես փակ մարդ եմ։ Ասում եմ, մեզ մոտ ստացվեց։ Մենք գտնում ենք ճանապարհները մարդկանց բացելու եւ մարդկանց անկեղծ խոստովանությունները այս տաղավարից ներկայացնելու։ Ինչ է ձեր կարոտի անունը, Վահե։ Կամ ով է ձեր կարոտը։ Իմ կարոտը ես ամենաշատը մարդ, որ կարոտում եմ այս պահին, որ իրան երկար ժամանակ չեմ տեսել, իմ մորաքրոջ տղաներն են։ Իրանք իմ մորաքրոջ տղաներն են, բայց մենք 4 եղբայր, այսինքն ես, իմ հարազատ մեծ աղբերը ու իրանք, մեր մեջ չի եղել այդ մորքուրի տղա, ես իրանց եմ շատ կարոտում, մեկը Ամերիկայում է, մեկը Շվեյցարիայում է արդեն քանի տարի։ Կապը կա իհարկե, բայց որ շատ ամենաշատը, որ հիմա կուզեի մեկը ներս տեսնեի, մորաքրոջ տղերքն են, ես իրանց սերի տակ մեծացած երեխան եմ, այսպես ասած, իրանք ավելի տարիքով մեծ են, բայց շատ մեծ սեր կա դեպի իրանց։ Քանի որ խոստովանության տաղավարում եք, ում ինչ ունեք ասելու։ Գուցե ինչ-որ մեկի բան ունեք խոստովանելու կամ ասելու։
Հիշում ենք չէ, որ ես փակ մարդ եմ։ Հիշում ենք, բայց սպասում ենք խոստովանություններին անկեղծ։ Ես շատ մարդկանց եմ իմ կյանքի ընթացքում նեղացրել։ Միտեղ ճիշտ, միտեղ միգուցե սխալ, թե ուսանողական տարիներից, թե անձնական հարաբերություններում, թե բանակային կյանքում։ Ես չեմ սիրում մարդուն նեղացնել։ Ես չեմ սիրում, որ մարդուն նեղացնում են, կապ չունի դիմացինը, թույլ է, ուժեղ է, ես ուզում եմ ում որ ես նեղացրել եմ ցանկացած բարակայում, թող բոլորը ինձ ներեն, ես աշխատում եմ մարդկանց չնեղացնեմ, ում որ կարացել եմ օգնել, բայց չեմ օգնել, էլի թող ինձ ներեն։ Ես սիրում եմ մարդկանց օգնել, մարդկանց օգտակար լինել, մարդկանց մասին ես շատ եմ մտածում։ Ու թող ինձ ների իմ եղբայրը հարազատ, իմ ծնողները, եթե ես ինչ-որ միտեղ որպես փոքր եղբայր կամ որպես զավակ միտեղ իրանց եմ նեղացրել։ Ես իմ եղբորը շատ եմ նեղացրել, ես գիտեմ որտեղ եմ նեղացրել ոնց, իսկ իմ եղբայրը իմ համար երկրորդ ծնող է, Հայկ է իր անունը, ինքը գիտի դա, պիտի որ, ինքը իմ համար համ կոպիտ ասած համ մամա է եղել, համ պապա է եղել մինչև օրս, մինչև հիմա, ինձ թվում է իմ մեծ եղբայրը մի շաբաթ իմ կյանքից կորի, կարող է ես գնամ։ Դու ընդհանրապես կորես։ Հա, ինքը շատ, մի խոսքով ես ուզում եմ բոլորի համար լավ լինի, բոլորի համար լինեմ ես լավը, թող ինձների սմբատը քիչ առաջ տեղեր, օրեր առաջ ես սմբատին եմ նեղացրել, իհարկե իրա մասին մտածելով, բայց նեղացրել եմ, ինքը չի նեղանում, մենք իրարից չենք նեղանում, բայց Սմբատը ոնց էլ չինես եթերը գնայի, Սմբատ ընկերս, Սմբատը իմ ամենալավ ընկերն է, կներես ինձ Սմբատ, կներես ինձ։ Գիտես Վահե, ներողություն խնդրում են ուժեղ մարդիկ, թույլերը չունեն ուժ ներողություն խնդրելու, և կյանքում արած կամ չարածի համար ներողություն խնդրելը դա ևս փաստում է մարդու բաց լինելու և ուժեղ լինելու մասին։ Դուք հենց նորից շատ հետաքրքիր խոստովանություններ հնչեցրեցիք ու շատ մարդիկ ձեզ հասկացան խոսքը ինչի մասին է և այդ ներողություն խնդրելու ենթատեքստը որտեղ է գտնվում։ Դա ողջունելի փաստ է, բրավո ու ապրես, որ այսքան բաց ու անկեղծ ես։ Վահե, կյանքի արժեքները ինչի մեջ են գտնվում։ Որտեղ այդ կյանքի են սիրուն արժեքը։ Ընտանիքի մեջ, սիրո մեջ։ Ընտանիքի մեջ։ Ընտանիքի իմ համար բացարձակ արժեք է իմ հայրենիքն ու իմ ընտանիքը, թե իմ մեծ ընտանիքը, որտեղ ես ծնվել եմ, թե այն ընտանիքը, որ ես ուզում եմ ունենամ, ու հայրենիքը։ Մարդ պիտի հայրենասեր լինի։ Ես մի ընկեր ունեմ շատ մոտ, ով այդքան հայրենասեր չի, ինչքան որ ես գտնում եմ, որ մարդ պիտի լինի, ու դա ինձ դուր չի գալիս, բայց ինքը իմ ընկերն է, ես պայքարում եմ, որ իրան ինքն էլ դառնա հայրենասեր, որովհետև ես գտնում եմ, որ եթե ինձ էլի պապաս մեծացրել եմ, ես հիշում եմ ինքը ասում էր, որ մենք ունենք պատերազմած հազարամյակներ շարունակ պատերազմներով լեցուն պատմություն, մենք պատերազմող երկիր ենք, մենք շրջապատված ենք թշնամիներով, մենք հիմա էլ ենք պատերազմում, ես ինքս ծառայել եմ պատերազմական ժամանակաշրջանում ու մենք պիտի միշտ պատրաստ լինենք մեր հողը, մեր ընտանիքները պաշտպանելուն, հայրենասիրությունը իմ համար մեծ արժեք է, որ մարդ պիտի ունենա անկախ սեռից և տարիքից ու բարություն։ Այսինքն մասնակցել եք նաև պատերազմական գործողությունների։ Այո, 22 թվին։ 22 թվին ինչ եք մտածում, երբ գնում եք ռազմի դաշտ, երբ կռվում եք, ինչ եք մտածում այդ բանը։ Ես հիմա էլ եմ պատրաստ։ Միշտ պատրաստ եմ եղել, կներեք, միշտ պատրաստ եմ եղել, միշտ պատրաստ կլինեմ, վախ, եթե ինչ-որ մեկը կասի, որ վախի զգացում չկա, դա պիտի գիժ լինես, որ չվախենաս, անհնար է չվախենալ, բայց կա վախի չափ։ Եթե վախի չափը անցնում է այն սանդղակը, որտեղ դու դառնում ես արդեն վախկոտ ու այսպես ասած ավելի շատ խնդիր առաջացնող, քո զինակից ընկերների համար ընդհանուր իրավիճակում խնդիր առաջացնող, դա լավ չի։
դա պետք չի։ Իսկ կա վախի մի հատ ցածր սանդղակ, որը տալիս է ոգի, ուժ, որ դու քեզ պաշտպանես, դու ողջ լինես, առողջ լինես ու կարողանաս պաշտպանես նաև քո ընկերներին։ Այդ վախի սանդղակը շատ կարևոր է որ լինի։ Որովհետև եթե դու չունես այդ վախի սանդղակը, դու չես մտածում քո մասին, դու չես մտածում քո ընկերների 5 րոպե ավել ապրես, միգուցե քո ընկերոջ կյանքը կանաս փրկես։ Դու տենց չես մտածում։ Իսկ վախի այն ցածր սանդղակի դեպքում դու մտածում ես, որ դու ունես ընտանիք, դու ունես ընկերներ, դու ես վերջի վերջո կաս, պիտի ապրես, պիտի արարես, մի խոսքով։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Վահե, շատ հետաքրքիր զրույց է եւ իրականում ամենագլխավորը, որ անկեղծ։ Հիմա մենք կամաց կմոտենանք գաղտնի նամակին եւ հետո վերջում կհասկանանք թե ով է նամակի հեղինակը։ Փորձենք բացել այս գաղտնի արկղը, մեր արկղի մեջ ինքան գաղտնիքներ են թաքնվում, չես պատկերացնի։ Ահա եւ նամակ, խնդրեմ։ Պիտի բացեք ու բարձրաձայն կարդաք նամակը։ Բարձրաձայն կարդա։ Այո, եւ վերլուծենք, փորձենք բարձել թե ով է նամակի հեղինակը։ Հա, դա շատ դժվար կլինի ինձ թվում է։ Փորձենք, միգուցե շատ հեշտ։ Շատ կարճ նամակ է, ասեմ իմանաս։ Փորձենք կարդալ։ Վահե ջան, բարև։ Քեզ շատ եմ կարոտել, կապ չունի, որ ուշուշ ենք խոսում, միշտ հիշում եմ քեզ ու մեր մանկությունը։ Գիտեմ, միշտ չէ, որ ստացվում է շուտ-շուտ խոսել, բայց ուզում եմ քեզ մոտ ամեն ինչ լավ լինի։ Շատ եմ ուզում շուտ գա այն օրը, որ տեսնենք իրար նստենք, խոսենք ու նորից ընկնենք մեր հիշողությունների մեջ։ Լավ մնա, միշտ քեզ հետ եմ։ Կարճ էր, բայց շատ դիպուկ էր։ Փորձենք նորից կարդալ ու վերլուծել։ Քեզ շատ եմ կարոտել։ Եթե կարոտել է, վաղուց չեք տեսնվել ուրեմն։ Ես շատ մարդու վաղուց չեմ տեսել։ Հետո էլ ինչ։ Կապ չունի, որ ուշուշ ենք խոսում, միշտ հիշում եմ քեզ ու մեր մանկությունը։ Մանկությունը այստեղ հարցը։ Միշտ չի որ ստացվում է շուտ-շուտ խոսել, այսինքն խոսում ենք ուշ-ուշ, բայց ուզում եմ քեզ մոտ ամեն ինչ լավ լինի, շնորհակալություն։ Ուզում եմ շուտ գա այն օրը, որ տեսնենք իրար, նստենք, խոսենք, ընկնենք հիշողությունների մեջ։ Ես ում հետ որ մանկություն ապրել եմ։ Իդեպ ես մի հուշում անեմ նրա մասին դուք գիտեք ով է։ Խոսեցիք, այո։ Դուք գիտեք նա ով է։ Նրա մասին դուք խոսել եք այս եթերի ընթացքում։ Հա։ Բա։ Խոսել եք։ Այո։ Եվ մենք գիտենք նա ով է։ Բայց ես ում մասին եմ խոսել եթերի ընթացքում։ Ընկեր։ Դուք շատ մարդկանց մասին խոսեցիք, որոնցից մեկն էլ հենց մեր նամակի հեղինակն է։ Եղբայրս մեծ, հա։ Մորաքրոջս տղաներից որևէ մեկը։ Շվեյցարիայից է նամակը։ Անդրանիկը, հանդոս։ Ձեր մորաքրոջ որդին է Անդրանիկը։ Այ ինքն է ձեզ շատ կարոտել։ Ես էլ իրան եմ շատ կարոտել, ինքը ես եթե կտեսնի, որ մինչև նամակը ես շեշտել եմ, որ քեզ շատ եմ կարոտել։ Այո։ Ինքն էլ ինձ նամակա գրել, մի երկու օր չեմ պատասխանել։ Անդրանիկ, շնորհակալ ենք նամակի համար, թեև շատ կարճ էր ձեր նամակը, բայց անկեղծ նամակ էր, անկեղծ խոսքեր էին, որոնք ուղղել էիք ձեր եղբորը։ Բայց իրականում, ինչպես նշեց Վահեն, այս եթերը որ դուք տեսնեք, մինչ նամակը կբացվի, կնկատեք թե նկատած կլինեք, թե ոնց է ձեր եղբայրը խոսում ձեր մասին, թե ինչքան շատ է նա ձեզ սիրում ու շատ կարոտում։ Հա, շատ։ Վահե ջան, որպես վերջաբան ինչ ունեք ասելու։ Որպես վերջաբան ուզում եմ ասել, որ ես նկատել եմ, որ մեր հասարակության մեջ, մեր ժողովրդի մեջ մեծ սիրո պակաս կա։ Այո։ Սիրո պակաս կա ու մեծ քանակի անտարբերություն,
անտարբերությունը շատ սխալ է, շատ վատ է, մեղք է միգուցե նաև լինել անտարբեր դիմացինի հանդեպ։ Ես օրինակ երբեք չեմ կարողացել լինել անտարբեր, հիմա էլ չեմ կարող ու չեմ էլ ուզում երբևէ դառնամ անտարբեր մարդ։ Պետք է լինենք սիրով, լինենք միմյանց մասին մտածող, որովհետև ազգի, երկրի ուժը այդ գաղափարի շուրջ է, ես տենց եմ գտնում, որ եթե մեկը մեկին վերաբերվի որպես եթե ոչ ընկեր, եղբայր կամ արյունակից, այլ մի նախահոր սերունդ, մեծ հաշվով արյունակից, որովհետև մենք քիչ ենք, մեր հողը քիչ է, եթե մենք միմյանց չսիրենք, չլինենք միմյանց մասին մտածող, օգնող, հասնող, մենք շուտ կկոտրվենք, իսկ մենք չպիտի կոտրվենք։ Դրա համար ես ուզում եմ, որ իմ ազգը, իմ ժողովուրդը, ես Հայաստանը շատ եմ սիրում, հայ տեսակը շատ եմ սիրում, իսկական հայ տեսակին, ուզում եմ, որ մի քիչ բոլորը լինեն սիրով, ավելի շատ սիրեն, ավելի շատ իրար օգնեն։ Այո։ Այսքանը։ Ասում է հայրենիքը դա մեծ ընտանիք է, իսկ մենք այդ ընտանիքի անդամը։ Սելիներս այսպիսին էր Վահե Վարդանյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Վահե ջան, շատ շնորհակալ եմ։ Հրաշալի զրույց ստացվեց, կարողացան քեզ նաև հուզել։ Գլխավորն է, որ այստեղ խոստովանություններն անկեղծ էին եւ ձեր կյանքի պատմությունը ներկայացրեցիք այն չափով, որքանով որ դուք ինքներդ կամեցաք։ Մենք շատ շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Սելի հեռուստադիտող այսպիսին էր դերասան Վահե Վարդանյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։